Բարև սիրելի բարեկամներ, ողջունում եմ բոլորիդ, բարի հանգստյան օր բոլորիդ, սկզբի համար խնդրեմ վիդեոյի ընթացքում չմոռանաք ձեր լայքերը գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը, ժողովուրդ ջան։ Հայաստանում նենց է ստացվել, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ ունենք, որոնք որ միշտ եղել են մեր ուշադրության կենտրոնում, հեռուստաընկերությունների ուշադրության կենտրոնում, մամուլի ուշադրության կենտրոնում, ժողովուրդ ջան, եւ այս քաղաքական գործիչները տարիներ շարունակ փորձել են ինչ-որ եղանակ ստեղծել մեր քաղաքական դաշտում, կամ երկիրը տանել այս կամ այն ուղղությամբ։ Այս քաղաքական գործիչները նույնպես ասենց ասած բաժանվում են մի 2-3 մասի, ժողովուրդ ջան։ Օրինակ առաջի խումբը դրանք այն խումբն են, որ ժամանակին, ասենք մի 10 տարի առաջ, 15 տարի առաջ, թեկուզ 5 տարի առաջ, մի խոսքով, եկի ժամանակ եղել են ինչ-որ մի պաշտոննի Հայաստանի Հանրապետություն, բայց արդեն երկար ժամանակ է, որ իրանք ընդհանրապես պաշտոն չունեն։ Մյուս խումբը, որ ընդհանրապես երբեք Հայաստանի Հանրապետությունում պաշտոն չի ունեցել ընդհանրապես, բայց քաղաքական դաշտում միշտ եղել է ներկա։ Եվս կա մեկ խումբ, որը որ նորից ոչ պաշտոն է ունեցել, կամ պաշտոն ունեցել է, բայց այս պահին ինքը ունի իր կուսակցությունը, նա կուսակցության նախագահն է, ինքն է ստեղծել այդ կուսակցությունը եւ այլն։ Կան այդպիսի քաղաքական գործիչներ։ Հիմի այդ մարդիկ, որ խորանում ես գերմեծամասնությունը, ժողովուրդ ջան, կապ չունի որ խմբին է պատկանում, գերմեծամասնությունը ներկա պահին չեն աշխատում եւ արդեն երկար ժամանակ է իրանք աշխատանք չունեն, եկամուտ չունեն, բիզնեսներ չունեն իրանք անունով, բայց իրանք առոք-փառոք այս ձև ապրում են, ըստ լավ, քեզնից լավ։ Ունեն լավագույն առանձնատները, ես ուզում եմ հիշեցնեմ, որ մարդիկ սաղ կյանքները աշխատում են, տենց էլ չեն կարողանում առանձնատուն առնեն, բայց իրանք սենց չաշխատելով ունեն լավագույն առանձնատները, ունեն լավագույն, չգիտեմ, ձեռներին նայելով լավագույն հեռախոսները, վերջի մոդելի հեռախոսները, օրը մեջ կոստյում շլվար փոխելով, որ նույնպես գումար է, լավագույն մեքենաները, ինչ որ լավագույն օտելներում ինչ որ հավաքույթներ են կատարում, չգիտեմ, հարցեր են քննարկում եւ այլն։ Եվ հարց է առաջանում, թե այս մարդկանց փողն ու գումարը ուր դուց, ախպեր, դուք ո՞նց եք ապրում։ Մի հատ փորձեք, ժողովուրդ ջան, մի 4 ամիս մի աշխատեք։ Հələ ամ դուք ո՞նց եք ձերը ծերին հասցնելու, ո՞նց եք ձեր սովորական տան ծախսերը մուծելու։ Բայց այս մարդիկ չեն աշխատում, ցենց երկար արդեն տարիներ, կամ ընդհանրապես չեն աշխատել, բայց քաղաքական դաշտում կան, բայց իրանք սենց միշտ առոք-փառոք ապրում են։ Հիմի ասենք այն խմբին, ովքեր որ ժամանակից այս մատ հասկանանք, էլի ժամանակին պաշտոն են գրավել Հայաստանի Հանրապետությունում, բայց մի 10 տարի ասենք անգործ նստած է, բայց sense քաղաքական դաշտում վեշտի ինչ որ խաղեր է տալի։ Սրանք այն խումբն են, որոնք որ շատ հնարավոր է Հայաստանը ժամանակին թալանել են, այսինքն չարաշահել են իրենց պաշտոնը, բայց այդ գումարը, այսինքն այդ չարաշահած պաշտոնի գումարները, որ խլել են, թաքցնելու համար բիզնեսներ դնելուց գրել են ինչ որ մեկի անունով, կլինի մի բարեկամած անոթով, որ ինչա որ իր անունով չլինի, այսպես թաքցրել են ու այսօր ուրիշի անվան բիզնես ունեն եւ եկամուտ են ստանում, իսկ ազգային անվտանգությունը իհարկե ինչպես միշտ քնած է։ Ցավոք սրտի Հայաստանի ազգային անվտանգությունը գտնվում այնքան ցածր մակարդակի վրա, որ իր ուժը միայն մեր նման սովորական մարդկանց վրա է պատում եւ այսպիսի գործերով ընդհանրապես չի զբաղվում, թե մարդիկա փողը ընկեր դու չես աշխատում, դու քեզի փող ո՞ր դու ո՞նց ես այս ձև խաղեր տալի, հա, գցենք սենց վեշնի սենց ամենալավ բաներով ֆրֆռում կամ ո՞նց ես գցենք ամեն անգամ քո տունը ռեմոնտ անում, չէ, որ նայում ես դրսից Իրաստանները վեշնի շողշողում ա, չէ, վեշնի գցենք 6 ամիսը մեկ ռեմոնտ են անում, պատկերացրեք ժողովուրդ ջան։ Երկրորդ խումբը, որ ընդհանրապես անցնենք երկրորդ խմբին, ժողովուրդ ջան։ Երկրորդ խումբը, որ ընդհանրապես ոչ մի բան չի աշխատել Հայաստանում, այսինքն պաշտոն չի ունեցել, դու երբեք իրան դու աշխատելուց չես տեսել, հիմի էլ չի աշխատում, բայց ինքը էլի էս նույն ձևով, լրիվ նույն ձևով էլի լավ եկամուտներով լավ ձև ֆրֆռում է։ Այս մարդիկ ինչպես կարող է գումարներ ունենալ, ժողովուրդ ջան։ Այս մարդիկ են, ովքեր որ Հայաստանի քաղաքական դաշտում փորձում են ինչ-որ եղանակ ստեղծել, փորձում են ցույց տալ, թե գաղափարներ ունեն, որը Գաղափարի նպատակը որն է, որ իր երկիրը, իր ժողովուրդը ավելի բարենպաստ վիճակի հասցնի, չէ, ավելի բարենպաստ պայմաններ ստեղծի իր երկրի համար, դրա համար ուզում ես գաս իշխանության, որ դու կարողանաս կյանքի կոչել այդ գաղափարները։ Իրանք ցույց են տալի, որ այդ գաղափարները ունեն, բայց եթե դու իրանց ինտերնետի ասում են, չէ, լավ բան է, իրանց վիդեոները նայես, այնց երկարաժամկետ, կտենաս, որ ժամանակին ասում էին A, հետո ասում էին B, հիմա էլ ասում են G։
Հասկանում եք, օրինակի համար մարդիկ կային, որ ասում էին այս կամ այն ուժերը թալանչի են, Հայաստանը կերել են, բայց այդ երբ որ իրանց մոտ եղանակ է փոխվում, իրանք ասում են մենք պատրաստ ենք, չգիտեմ, իրանց հետ աշխատել կամ չգիտեմ կոալիցիա կազմել եւ այլն եւ այլն։ Այսինքն տենում ես, որ այս մարդկանց եկամուտները որտուս կարող է բան անենք, էլի ենթադրություն անենք, որտուս կարող է միայն պատվերով զակաս կատարելիս։ Այսինքն այս մարդիկ կան քաղաքական դաշտում ոչ թե իրանց գաղափարների համար, քանի որ իրանք գաղափար չունեն, այլ իրանք խոսք ունեն, բայց այդ խոսքն էլ իրանց չի պատկանում, որտեվ իրանց օգտագործում են որպես միկրոֆոն, հա, բարձրախոս, ոնց ուզում եք ասեք, բարձրախոս, որ իրանց ուզած եղանակը միշտ ստեղծի այս մարդը, այսինքն իրան օգտագործում են, որ ինքը միշտ ինչ-որ իրանց հարմար, այդ ինչ-որ մութ ուժերի կողմից հարմար եղանակներ ստեղծի, այ եկամուտը դից է գալի, որտեվ ուրիշ խելամիտ բան չկա, որտեղ մարդկա ասма չգիտեմ, ընձի իմ կնիկն ապահում, մարդկա ասma չգիտեմ, ախպերս եկավ, ընձի ընկերս եկավ Մոսկվայից կամ Ֆրանսիայից, ընձի ես 2 միլիոնանոց առանձնատունը նվեր տվեց, բայց հարց առաջանում, այդ սովորական մարդկանց մոտ ինչի դες բաներ չի լինում, միայն ձեր մոտ ալում, չէ՞։ Այսինքն լինի առաջի դեպքը, թե երկրորդ դեպքը, օրինակ առաջի դեպքը դա կոնկրետ հանցագործություն է, որը որ պետք է բացահայտի ազգային անվտանգությունը։ Դե դրա մասին խոսեցինք, երկրորդ դեպքում դա հակապետական գործողությունը, դա այդ նույն սադրանքն է, որ ասում սադրի չենք ծեծե։ Բայց իրան ծեծեք, բայց գնացեք ծեծեք հմի դրանց։ Բայց դրանք իրական սադրի չեն, որտեվ իրանք զակասով համերգ են տալի Հայաստանում, համերգ վատ իմաստով, քաղաքական համերգ են տալի, որն էլ որ փոխում է եւ տրամադրությունը, եւ ուղղությունը երկրի, լարվածությունը առաջացնում իրանց համոր քայլերի շնորհիվ, չէ՞։ Համի այսօր էսա տալի փող, չգիտենք ով է տալի, էսա տալի, վաղն էլ կարա թուրքը տա այդ նույն ձև։ Ցես դեն այդ մարտիկն էս մարտիկ են, եթե գումարով քաղաքական դաշտում ստեղծում են ինչ-ինչ տրամադրություններ, ուրեմն սրանք այն մարդիկ են, որոնք նույնպես պետք է ձերբակալվեն ազգային անվտանգության կողմից։ Բայց ինչպես տենում ենք չկա։ Եվ այն մի խումբն էլ կա, որոնք որ էլի քաղաքական դաշտի մեջ են, էլի չեն աշխատում, բայց իրանք ունեն իրանց կուսակցությունները, երբեք ոչ մի տեղ չեն աշխատի, թե ոնց են ստեղծել այդ կուսակցությունը միայն Աստված գիտի, թե ում գումարներով են ստեղծել այդ կուսակցությունը, էլի Աստված գիտի, նույնպես բավականին մեծ փողերը ժողովուրդ ջան, միայն դալիճ, մալիճ վարձելը, եկա փողը դու դալիճ վարձես, այդ մարդկանց տեղավորես, չգիտեմ, եւ այլն, դրանք մեծ փողեր են, այդ փողերը թե որտեղից էլի ոչ մեկ չի ասում, չնայած մեկը կար այս վերջերս լսեցի, ասում է մտնում են իմ սա է ժողովուրդը, նայեք ինչ ասում, համի անուն ես չեմ ուզում, նախ ուզում եմ ես հենց հիմա ձեզի խնդրել ժողովուրդ ջան, որ հաստատ այս ինչը որ ես պատմում եմ, ձեր աչքի առջև, այզև լիքը քաղաքական գործիչներ գնացին, չէ՞, որովհետև դուք ճանաչում եք, Հայաստանում լիքն են այդպիսի քաղաքական գործիչներ, որովհետև ոչ մի չի աշխատում, ախպեր, բայց ցենտր է իր մոտ ամեն ինչ, հա, վեշտի ստեղ, վեշտի լավ, այդ մարդկանց անունները գրեք, հետո որ մենք այդ բանի մեջ, այդ կոմենտների մեջ, ժողովուրդ ջան, հետո այդ կոմենտները մատ ցուցակ կազմենք, հետո հատ ընկնենք այս մարդկանց կիսագրությունները մատ ստուգենք, էլի, դե իրանք օգնենք մեր վերջով լավն է, վատն է, ինչն է մեր ազգային անվտանգությունն է, օգնենք, մի բանով օգնակար լինենք, դե իրանք մի բան գլուխ կանենք, թե չէ, երկիրը վարի է այդում։ Խոսքը հետեթանք մեր բան, ասում ենք, ընդ հարց են տալի, ասում են, բա այս կուսակցության փողերը բան, որտեղ ասում է, գիտեք ինչ կասում է, ժողովուրդը մտնում է իմ սայթը, ընդ դոնացիա է անում, եւ այդ փողերով մենք հիմնեցինք բանը, անուն ի՞նչ է։ Հա, կուսակցությունը։ Յա տոլավ է։ Ժողովուրդ դուք պատկերացնում եք, այս ինչ աբսուրդ բան ասում եք, քանի հոգի է մտնում քո սայթ, ապեր, ու քանի հոգի է ու այդ քանակի փող քեզի տալի, լինելով YouTube-ի մեջ հիմա արդեն 2 տարի է YouTube-ի մեջ եմ, մոտավորապես գիտեմ, գցենք ով ինչքան փող կը, այսինքն ժողովուրդը ինչի է պատրաստ փող տալու մոտավորապես։ Այդ ինչ փող քեզի պետք է տան, որ դու տենց հիմնես, դալիճներ վարձես, պրոստը չեմ պատկերացնում ես ժողովուրդ ջան։ Չլնող բան է, դա սուտ է։ Հալավ մի անգամ, չգիտեմ, մի ամիս կարող է քեզ ինչ որ մեկը տենց եկավ, չգիտեմ, քեզ շատ հավանել, չգիտեմ, գումարա տվել, դու էլ տես դալիճ մալիճ ես վար, բայց ամեն ամիս sense բան դու ինչ որ կանասնե կուսակցություն պայես, ծախսերը հոգաս եւ այլն։ Հետո այնտեղ էլ պետական մուծումներ կա, ինչ որ մասնակցես, չէ՞, պետական ընտրություններ, բան այդ մոմենտը հետո ես լավ կճշտեմ։ Չեմ ուզում հմի բաներ ասեմ, որը որ այդքան էլ ճշգրիտ չի, բայց ընդ հաստատ ծախսեր էլ կա ժողովուրդ ջան, որ եւս մեծ գումարների հետ է կախված։
Թե այս որտեղից այդ փողերը բան, թե ազգային անվտանգությունը ինչի էս հարցերով չի զբաղվում, ես չեմ հասկանում։ Նորից կրկնում եմ, խնդրեմ, որ ժողովուրդ ջան, մի հատ գրեք այն քաղաքական գործիչների անունները, ովքեր որ հիմի ձեր աշկի առջև այս ձև անցան։ Դե դրանք ինչ են անում։ Երկրորդ թեման, ժողովուրդ ջան, որ ես ուզում եմ խոսամ, դա այդ Եվրատեսիլի մասին է, որը որ ամեն անգամ իմ ազգը sense ոգևորվում է ամեն արտիստի գնալուց, ամեն երգիչի գնալուց, որ լավ է երգում, ինքն է հաղթելու եւ այլն, եւ հետո հիասթափվում է, հետո հաջորդ տարի նույնը, հետո այն մի տարի նույնը եւ այսպես շարունակ, ժողովուրդ ջան, ուրեմն Եվրատեսիլը ինքը մոտ 70%, 70-80% անդե հաղթում է քաղաքական ինչ-որ մի որոշում, հա, իրանք ցենք որոշում են թե որ երկիրը պետք է հաղթի քաղաքական այս կամ այն որոշմամբ, կամ այդ պահին իրանք տենցա պետ, կամ գումարային տարբերակով։ Ընդամենը 20-ից 30%-ն ընդամենը որ իրականում հաղթում է այն ներկայացուցիչը, որ իրոք լավ երգեց, հա, այդ ձև անդե որոշվում։ Եվրատեսիլում ես չեմ հասկանում ինչի եք այդքան նեղ սրտում միթե դուք այսքանը չեք հասկացել միթե այսքանը չեք հասկացել թե Ադրբեջանի պատմությունն եք մոռացել որ հաղթեց բան այդ է լրիվ այդ փող խոսքը մեծերի Եվրատեսիլի մասին է ժողովուրդ ջան, հենց որ պետք է մասնակցել Եվրատեսիլին։ Ես ասում եմ այո, պետք է մասնակցել։ Ինչու, եթե քաղաքական են, չէ՞, գցենք շահողը քաղաքական տեսանկյունից է շահում կամ գումարային տեսանկյունից է շահում, որտեղ ես կարծում եմ, որ պետք է մասնակցել եւ միշտ ներկայացնել քո ազգը։ Այն նույն իրավիճակն է, իհարկե չեմ ուզում իրար հետ մի համեմատել, որտեվ շատ մեծ տարբերություններ կա, բայց այն նույն իրավիճակն է, որ ասում եմ, որ այո, պետք է գնացվի Մոսկվա եւ միշտ տեր կանգնեցվի, ինչը որ արել է հայը այդ ժամանակահատվածում, հա։ Միշտ հնարավորություն կա գնացեք ձեզին ցույց տվեք, միշտ ներկայացրեք ձեր երկիրը, մի ոչինչ որ բանը դու չես հաղթում, բայց ներկայացրա Հայաստանը, ինչ որ հայկական կուլտուրա է, բանա ներկայացրա, թող մարդիկ տենան, օտարները տենան։ Այդքանով շատ լավ է, գնացեք, բայց որ նստեք, sense դողդղակ, վայ, մեր տղեն կամ մեր աղջիկը հաղթի, ժողովուրդ ջան, դուք էլ հասկացեք, որ դա քիչ հնարավոր է, որտեղ այնտեղ ձայներ, մայներ իրանք նենց են դասավորում, որ իրանց ուզած մարդը միշտ լինի առաջի տեղը եւ նորից եմ ասում, դա ոչ թե այդ մարդուն սիրում են կամ այդ երկրին սիրում են, այլ դա քաղաքական որոշում կարող լինի եւ գումարային նույնպես որոշում կարող է լինել։ Հիշեք, որ ինչ որ մի բան որելում, ավեշնի ինձ են անում, որ այդ երկրում ինչ որ մի բան լինի, sense այդ երկիրը հաղթի։ Sense որ էսել sense, որ տես պերեժիվատ չանեք, սիրելի ժողովուրդ։ Այսօր այսքանը նորից բարի հանգստյան օր բոլորիդ, ստեսություն, հաջողություն, միշտ նոր հանդիպում։